Հենց նրա անձնական երաշխիքների եւ խնդրանքների արդյունքում է, որ խորհրդային Հայաստան են եկել բազմաթիվ գործիչներ, օրինակ Երևանի մեր ժամանակակից տեսքը որոշած ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանը, որ Հայաստանում օպերային արվեստը պետք է զարգացներ, եւ նաեւ օրինակ ակադեմիկոս լեզվաբան Հրաչյա Աճարյանը, շատ տարբեր գործիչներ, Մարտիրոս Սարյան եւ այլն, ովքեր կարևոր դեր են խաղալու խորհրդային Հայաստանի մշակութային դիմագիծը որոշելու հարցում։ Այս առումով հատկապես 1924-ից են նրանք վերադառնում, նրանց մեծ մասը եւ ներգրավում Հայաստանի գիտակրթական ու մշակութային կյանքում։ Խորհրդային այդ ընդհանուր անդերֆեդերացիա, որ ձևավորվեց 22 թվականին, նրանում կարևոր ներգրավվածություն է ունեցել եւ փաստորեն մնացել է նաեւ խորհրդային պետության ընդհանուր պատմության մեջ կարևոր գործիչ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։